Բավական վստահ եմ, որ գրեթե ամեն մարդ ինքզին կովինը ստողը գջանչնա, բայց այսօրվա նյութին, սիրույն համար բիդի խնդրեմ, որ միասին պամ մնենք, ասանք կովինիտ դարձիր և ասե անունըտ ինչ է և բադասխանեցեք իրարու անունները ասեք։ Բայց ինձի համար ամենեն խնդալիքը այդ է, որ երիկ կնի կովկովինը ստացեն իրար գարցնեն, որ անունը դինչ է։ Ամեն մարդ ասավ։ Okay. Այսօր միասին պիտի խոսենք նյութը, որուն խորակիրն է, աղոթե ինքնուչյանը համար։ Ամեն։ Աղոթե ինքնուչյանը համար։ Ասկե մի քանի շաբաթ առաջ միասին խոսեցանք, որ իսկական աղոթքը այն աղոթն է, որ սիրտ ունենալ, որ Աստուծո միտքին համեմատ սիրտ մնե, Աստուծո գամքին համեմատ սիրտ մնե։ Դնդագավին պիտի շարունակենք աղոթքի մասին խոսիլ, բայց այսօրվա մեր խորակիրն է աղոթե քու ինքնուչյանը համար։ Նախքան նյութին մեջ ավելի խորանանք, ասենք մի քանի բաներ ներածականներ պիտի ինեմ, որոնք կարևոր են նյութը ավելի լավ հասկանալու համար։ Նախ կուզեմ ասել, որ ինչու իրարու անուն հարցուցինք, որովհետև անուն բառը եբրայական իմաստին մեջը շեմ բառն է, որ անուն է անտին գերտա։ Գերտա անուն է անտին, գնշանագե ինքնություն, գնշանագե նգարակիր։ Եվ անոր համար գնայինք Աստվածաշունչի մեջ, երբ որ մարդիկ աստվածաշնչական պատմություններուն մեջ եղող գիներ, ամուսիններ, երբ որ իրենց զավակներուն անուններ դրին, իրենց ըսկացումը արդահայտեցին եւ ասին, որ որովհետեւ ասանք է, աս զավակին անունը ասին չտողլա։ Վստահ եմ, որ Աստվածաշունչը գարտացած ադենիս բոլորս ալ հանդիպած ենք այս պայմաններու, այս օրինակներուն եւ գարկմը բարականեր կտեսնենք, որ մարդոց անունները փոխվեցան Աստվածաշունչի մեջ, որովհետեւ նույնիսկ Աստված ինք մարդոց անուններ փոխեց, որովհետև դեսավ, որ այս մարդը, որ այս անունով գոչված է, պետք է, որ իր անունը փոխվի, ուրիշ բան լա, որովհետև Աստուծո նպատակը, Աստուծո ծրագիրը այդ մարդուն համար դարբեր է, եւ որովհետև անունը իր ինքնությունը, իր նկարակիրը կխորհրդանշե, որ մարդ իր ամբողջ կյանքին ընթացքին հետը պիտի գրե, Աստված հարմար կտեսներ այդ մարդուն անունը փոխել, իրեն նոր անունով կանչել, նոր ինքնությամբ կանչել, նոր նկարակիրով կանչել, որբեսի այդ նոր անունին համաձայն մարդը առաջնորդվեր կամ իր կյանքը շարունակեր։ Օրինակ, Ծննդոց գրքին մեջը 17-րդ գլուխ 5-րդ համարի մեջ Աբրամ էր անունը, բայց Աստված երբ զինք օրտնեց, ինչ ասավ, քու անունդ ասկե հետո Աբրամ չսվի, Աբրամ կնշանագեր հայր բարձր, հաբա քու անունդ Աբրահամ թողլա ասա, որ կնշանագայ հայր բազմության, ինչու, որովհետև քեզ ասկերու բազմության հայրերի, ուրեմն իր անունը հայր բարձր էր, բայց որովհետև ինքը բազմություններու հայր պիտի լար, Աստված անցամբ Աբրամին անունը Աբրամե փոխեց Աբրահամի, ավելի մանրամասնության պիտի չմտնեմ, որ հդարը ինչ կնշանակե, որ իր անունի մեջ մցուց, նույնը սոն չէ, բարձավես նպատակը ադե, որ անունը փոխվեցավ իր նոր ինքնության համաձայն։ Ուրեմն Ծննդոց 32-28-րդ համարի մեջ բոլորս գիտենք Հակոբի պատմությունը եւ գիտենք, որ Հակոբ անունի ինչ կնշանակի։ Հակոբ երբ ծնավ իր եղբոր Եսավին Կարշաբարը բռնած էր, որովհետեւ զույգ էին մորը որովայնին մեջը։ Անունը գոչեցին Հակոբ։ Հակոբ կնշանակե Կարշաբար բռնող եւ նաեւ Հակոբ կնշանակե, եթե Հակոբ կամ ինեղվիկինձ է, կնշանակե խապող, okay։ Բայց երբ որ Հակոբ իր կյանքը ինչպես ապրեցավ, Հակոբ ինչպես ապրեցավ իր կյանքը, լման կյանքին ընթացքին Եսավի անտրանգությունը գուզեր ցերկ բերել։ Ինչ կներ, գարձես լման կյանքին ընթացքին իր եղբորը Կարշաբարը բռնած էր, անոր յետևեն գերտար, որբեսի իր անտրանգությունը ցերկ բերեր։ Ինչպես կաբրեր գորաս մարդը իր անունին համաձայն, իր նկարակիրին համաձայն, իր ինքնության համաձայն, բայց դարիներ անցնել են հետո, երբ որ դեղմը Աստուծո հրեշտակին հետ բայկարելու սկսավ եւ ասավ, որ մինչև ինձի չորտնես, քեզի պիտի չցկեմ, ինչ եղավ, հոն Աստված իրեն հարցուց հրեշտակի միջոցով քո անունդ ինչ է, ասավ Հակոբ, եւ ինչ պատասխանեց իրեն, ասկե հետո քո անունդ Հակոբ չսվի, խապեպա, Կարշաբար բռնող չսվի, այլ քո անունդ ինչը լա,
Իսրայելը լա, որ ինչ կնշանակե Աստուծո հետ մարդնչող, Աստուծո հետ բادرազմ մնող օրհնություն առնելու համար։ Իր ինքնությունը փոխվեցավ, ատկե հետո իր ցանկին ընթացքը լման փոխվեցավ։ Ուրեմն հոսալ գտեսնենք, որ հին ինքնություն մգար իր անունին հետ ժառանգած, նոր ինքնության մտարծավ իր նոր անունին հետ եկած։ Հովանես Ավետարանի մեջ նաև Հիսուսի օրերուն գտեսնենք Պետրոսը դեսավ, գանչեց, ասավ քո անունը Սիմոն է, որ կնշանակե ինչ, կնշանակե լսող, արաբերեն գիտենք Սմዖն, օքեյ, Սիմոնը, եւ քո անունը ինչ պիտի լա այլևս Պետրոս, Պիտեր, որ կնշանակե Ժայր, ինչու համար, որովհետև ինք վկայությունը պիտի դար, որ այդ վկայությունը հիմնական վկայությունն էր, որ Քրիստոս Աստուծո որդին է, եւ այդ վկայությունը ժայրի պես պիտի լար, որում վրա Աստուծո եկեղեցին պիտի շինվեր։ Ուրեմն Պետրոսը, որ լսողը մներ բարձաբես, ինչ եղավ, վկայությունը դարձավ, ժայրը դարձավ, որուն վրան Աստուծո եկեղեցին պիտի շինվի։ Հիմա երտանք մեր կյանքերում մեջ։ Հիմա մենք երբ որ առաջին բզդիգով հղացանք, ես գիշեմ սեսին էինք դագավին եւ անոր գիտես սեսին ասանք նեղ կորիդոր մգար առաջին արգեն վար լորիգը հոն ինձի աստաստը ծծուց շատ չի կումարեց հետո անդրադարձա եւ ամիջապես մեջս հանկիստ մը սկացի ես երբ որ լսեցի որ ինքը հղի է եւ երբ որ հանկիստ սկացի դագավին չէինք գիտեր բզդիգը որ դղա է կամ աղջիկ է ամիջապես իմ մեջս այդ հանկիստը բանի մը տարկմանվեցավ եւ իրենսի եթե դղա ըլլա օքեյս որ անունը նոյ տնենք, որովհետև նոյ անունը ըստ Աստվածաշունչին կնշանակե հանգստություն եւ դղա եղավ եւ մենք անունը նոյ տրինք այդ զավագին վրա մենք ուզեցինք այդ հանգստությունը հրճագել, այդ նկարակիրը հրճագել, որ ինքը հանգիստ լա, հանգստություն բերող լա, ոչ միայն ինքը ունենա, մարդոց ցանկերում մեջ Աստուծո հանգստությունը բերող մեկը լա։ Իսկ երբ որ մեր երկրորդ զավակը պիտի ծներ մտածեցինք քիչ մի ժամանակ արավ որոշեցինք վերջի անունը Այք տնել ինչու որովհետև Այք անունը կնշանակե այդ իրգվա խավարեն հետո առաջին լույսի ջարակայտումը լույսը որ խավարը գջեղկե եւ մեր հրճագումը ադիգա եղավ մեր զավակին կյանքին վրա որ ինչպես այդ առաջին լույսը խավարը գջեղկե եւ մարդոց կյանքի մեջ դեսնելու լույս կբերե թող ինքը մարդոց կյանքի մեջ Հիսուսի լույսը այդպես բերե ուրեմն անունները աստվածաշնչական օրերն այդ իմաստուն հիմա դերևս գարկը մշակույթներու մեջ մորցված է ասիգա եւ անուններ ուրիշ ծևով գտնեն բայց ուզեցի աս ներածական անել նախ որբեսի մեր այսօրվա նյութը գարենանք լավ ծևով ներկայացնել միասին մեր հիմնական նյութը պիտի լա այբ մնացորդած 4-րդ գլուխ 9 եւ 10-րդ համարները մեկը գարտացած է այբ մնացորդած քիրքը ինչ կա այբ մնացորդածի մեջ ով գիտե Անուն Ինչ կան գուզես անուն Գիրքը գպանաս, գգարտաս միեն անուն գտեսնես Ադաստիջան որ աչկերդ իրար գանցնին Ինչ կան լավ հայերեն գիտես, անգլերեն գիտես, արաբերեն գիտես Դարերը մեջի գմտնեն Ղարիբ աջիբ անուններ այսինքն ադանգսեմ Եվ որբեսի հասկնակ ինչս էլ գուզեմ Ներեցեք ինձի մի քանի վարյան հետս հանդուրժեցեք Քիչ մգարտանք առաջին համարեն Այբ մնացորդած 4-րդ գլուխ Հուտային որդիները, ուրեմն հուտայի սերունդի մասին գխոսի, հուտան ոչ թե Հիսուսը մատնող հուտան, Իսրայելի ցեղի հուտային մասին գխոսինք։ Գսե Փարես, Եսրոն ու Կարմի եւ Օվր ու Սապողան էին։ Հիմա գրնակ զադել լավ անուններ լսեք, նե ձեր զավակներուն համար իմիդի ունեցեք։ Սոփաղին որդին Ռեյահին հետը ծնավ ու հետը Ակիմային ու Ղաղատը ծնավ Սարացիներուն դոհմերը ասոնք են Եթե ցանոթ անուն մը լսեք ամիջապես ցերկերնիդ պարսացուսեք իրապես կսեմ ցանոթ բար մը լսեք գուզեմ որ ցերկդ պարսացնես ու Եդամին հորմեն ասոնք եղան Հեզրայել ու Հեսմա ու Հետրաս եւ անոնց քրոջը անունը Եսեղեպոն էր Քետովրի հայրը Պանուել ու Օվսայի հայրը Եզեր էր ասոնք Բեթլեհեմին հորը մեկը ցերչի պարսացուց Բեթլեհեմ ինչ է Բեթլեհեմը Բեթլեհեմ քաղաքն է չէ բայց ոս ինչ կսե որ Բեթլեհեմին հոր ուրեն Բեթլեհեմը ինչ էր մարդ էր մարդու անունն էր չէ համաձայն եք Բեթլեհեմին հորը Եփրատն էլ
Աստվածաշունչի մեջ գխոսինք որպես դեղի մասին, անտրանիգին ովրին որդիներն են։ Ուրեմն եթե մենք Միքա երտանք, Միքա մարգարեություն 5-րդ գլուխ 2-րդ համար ինչ կտեսնենք, գսե եւ տուն ով Բեթլեհեմ Եփրատա, բնավ բզիկ պիտի չլաս ուտայ մուսկակներն, որովհետեւ քեզմե իշխան մը պիտի ծնի, որ իմ որդիս պիտի լա եւ իմ ժողովուրդս պիտի հովե։ Եվ եթե երտանք Մատթեոս ավետարան 2-րդ գլուխին մեջը ինչ կլսենք Բեթլեհեմի մասին խոսած ադենը Բեթլեհեմ քաղաք մինչև այսօր Բեթլեհեմը ինչ է Բեթլեհեմ քաղաքի անունն է չէ ուրեմն քաղաքը անգամ մարդուն անունով գոչվեցավ չէ Պանուելը որ գարտացինք նորեն մարդու անունն էր սկիզբը ինչպես հոստեսանք բայց նորեն շրջան մը գա որ գոչված է Պանուել մարդումը Եդևեն, մարդումը անունին եդևեն, դեպ եթե մենք լիպանանի թաղերը երտանք, օտս սրատները և այլն, ժադը տրայիս չեմ կիդեր ինչ, անուններով գոչված է, չէ, այսին նույնիսկ շրջաններ գան, որ ինչ եղած են, մինչև մեր ներգա օրերուն, մարդոց անունով գոչված են։ Շարունակենք 5-րդ համարեն, գսե, Տեգույեին հայրը ասկուր երկուգին ուներ, եղաս ու նահարա, նահարան անոր ձնավ ոգոզամը Վոպերը տեմանն ու ահաստարին Պամը կդակ ծեր զավակներուն համար մինչ էմա Նարային որդիները ասոնք էին Եղային որդիները սարետ, սահար ու ետնան էին Գովս չէ գովս ձնավ ենովպը Սոպեպան ու հարումի որդիին ահարհելին դոհմերը Եվ գուզեքն է գշարունակենք մնացորդացը գարտալ եւ պիտի տեսնենք որ էջերը պիտի դառնան եւ շատ մը ցեղերու ասկապանություններուն անունները պիտի տեսնենք իրականության մեջ եթե նայենք միայն ասի ծնավ ասի ասոր զավակն է ադի ադոր զավակն է ուրիշ բաթմություն չկա մնացորդացի մեջ բարձաբես մարդոց այս բաժիններուն մեջ հատկապես բարձաբես մարդոց անունները գարտա բայց 4-րդ գլուխ 9-րդ համարին մեջ դարբեր բան մը գսկսի լալ կապես անունը գսե որուն մասին նախաբես ոչ հորը մասին խոսեցավ ոչ իր ասկապանության մասին խոսեցավ եւ կապես անունը դալեն հետո գգենա աստվածաշունչը որ Սուրբ Հոգին ներշնչումով գրված է եւ կապեսին մասին երկու համար գխոսի կապեսին մասին երբ երկու համար գխոսի գսե կապեսին հադուկ մեկ աղոտած աղոտքին մասին գխոսի եւ այդ աղոտքին արդյունքը ինչ եղավ անոր մասին գխոսի հավատացեք ես ալ երբեմն այս անուններուն շարքը կանը քիչ մը արագ կանցնիմ բայց արագ անցած ադենդ գրնաս փախցնել այս կապեսին պատմությունը բայց բարեփոխտապար այս անգամ գարտացած ադենս արագ չանցա եւ այդ օրը գարտացած ադենս լորիգը կովսեր էսի նայ կապեսի ինչ ըրավ եւ հոն արդեն ասանք սիրտս օտի ելավ որովհետեւ հիմա պիտի նայենք կապես անունը ինչ կնշանակե եւ կապեսը իր անունին համար ինչ ըրավ բայց նախքան այդ գուզեմ բզդիկ բաթմությունն ալ բաթմել որ կապեսին օրերը մոդավորապես ինչպիսի օրեր էին այդ օրերուն որ կապես կաբրեր եթե քիչ մը համարներեն վար անցնենք ասի ուրեմն կապեսը 9-րդ եւ 10-րդ համարներն է 13-ին մեջը 13-ին մեջը գսե գենեզի որդիները Կոտոնիելն ու Սարիային Կոտոնիելին որդին ատատներ Կոտոնիելը բաթմության մեջ հիշված է եւ եթե գարտացած եք տադավորած քիրքը տադավորներուն բաթմությունը գուզեմ բզիկ ներածական մնել որ նույնին հետ ավելի հասկանալի լա Մովսեսի օրերուն Աստված ժողովուրդը պիտի հաներ Եգիպտոսեն եւ դաներ Կանանի երգիրը գատ ու մեղր փխող խոստացված երգիրը բայց 40 տարի գսե ժողովուրդը անաբադին մեջը շրջեցան որովհետեւ իրենք Աստուծո անհնազանդ եղան հավատարիմ չեղան Աստուծո խոսումներուն բռնված չեղան եւ ադոր համար ովևէ մեկը այդ ժողովուրդեն ովևէ մեկը որ խոսումը ստացած էր չմտավ այդ խոստացված երգիրը բացի երկու հոգի են գիտեք անունները Կաղեբ եւ Հեսու Կաղեբ եւ Հեսու
Մենք այսօր կապեսի պատմությունը կպատմենք, կաղեպը չէ, Հեսուն եւ կաղեպը միակ երկուքն էին, որ խոստացված երկիրը իրենց ողջ եղած ադենը մտան։ Մյուս բոլոր ժողովուրդը, որ իրենց հետ մտավ, այդ խոստումը ստացող ժողովրդին սերունդներն էին, անոնցմե ովևէ մեկը չմտավ։ Բայց եւ որ մտան Կանանի խոստացված երկիրը, այդ օրերուն մեծ բادرազմներին մտան, քաղաքներ կրավեցին, երկիրներ կրավեցին, մեծ սահմաններ դված էր Աստված իրենց։ Եվ մեծ խոսումներ դված էր, ասոնք պիտի մտնեին այդ երկիրները կրավեին, իրեն ժառանգությունն էր, մինչև այսօր ալ բادرազմ են ադոր համար։ Այս խոստումները ժառանգելու համար իրենք բادرազմներով գնային, երբեմն իրենք չէին բادرազմեր, երբեմն Աստված կբادرազմեր իրենց տեղը, բայց քաղաք գարնեին, սերունդ շրջաններ կկրավեին։ Բայց ժողովուրդը, եւ որ Հեսուն մերավ, որ իրենց առաջնորդն էր, Աստուծո խոսքը հիշեցնողն էր, բادرազմի առաջնորդն էր, բռնած էր ամեն ինչ, եւ որ առաջնորդը մերավ, ժողովուրդը գսե Աստվածաշունչը, ամեն մեկը իր աչքին հաջո եղածին պես սկսավ ապրիլ։ Աչքին ինչ հաջուկ գերևնա, բղզությունն էլ բղզություն գնենք, Կանանի երկրին մեջ կանանացիներու չասված մտեցնել, այդ չասվածը բաշտենք, մողոքը տեսնենք, մեր որդիները մողոքին զոհենք, եւ սկսան իրենց այդ քաղաքները, որ կկրավեին, այդ ժողովուրդներուն սովորությունները իրենց ցանկի մեջ սկսան առնել եւ սկսան նաեւ իրենց չասվածները բաշտել եւ սկսան ճշմարիտ Աստուծո բաշտամունքեն դուրս ելնել, որուն համար Աստված իրենց սկիզբեն զսկուշացուցած էր, որ իմ խոսքից մեջը կալեցեք։ Եվ երբ ժողովուրդը այս բաները գներ, ինչ կլար, Աստված իր ցերկը ժողովրդին վրայեն գհաներ եւ ժողովուրդը իրենց տշնամիներուն ցերկը գինային։ Երբ իրենց տշնամիներուն ցերկը գինային, գդարաբեին, գճարճարվեին, հանգարց գանտրատարնային, որ մենք օրտնություն ունեինք, մենք խոստում ունեինք, ասիգա, ադիգա, այդ Աստուծո գաղաղագեին, Աստված իրենց մեջ են թադավորը գհաներ, որ թադավորություն գներ եւ ժողովուրդը ճիշտ ճամփու մեջ կտներ։ Այդ թադավորին ժամանակը ժողովուրդը քիչ հանգիստ կաբրեր, մինչև որ իդ իրեն ճամփաներեն շեղեին։ Առաջին թադավորը, որ եղավ այդ օրերուն ով էր, Կոտոնիելն էր։ Ուրեմն Կաղեպի կապեսի ապրած ժամանակաշրջանը մոդ էր այդ թադավորած ժամանակներուն, որ ժողովուրդը իր աչքին հաջո երևծածին պես գներ։ Աստված խոստում տված էր քաղաքներ կրավելու, Հեսուն մեռնելեն հետո իրեն քաղաքներ կրավելեն ինչ եղած էին, գեցած էին, չէ՞։ Իրենց աչքին հարմար երևծած ծևով բիղծ սխալ կյանքը ապրելու յետևեն էին։ Ուրեմն գիտանք, որ կապես ինչ տեսակ ժամանակի մեջ ծնած էր կամ գաբրեր։ Ուրեմն այդ մնացորդած 4-9-ին մեջը կապեսի մասին խոսած ադենը գսե համար այսպես կսկսի։ Կապես իր եղբայրներեն Փարավոր էր, անոր մայրը իր անունը կապես սրավ, բայց չի նշանակեր հայրը, չսեր հայրը ով է։ Ասկե առաջ համարները ասին, ասի աս զնավ, ադի ատ զնավ, ասի երկու գին արավ, այս գինեն ասի զնավ, մյուս գինեն ասի զնավ։ Կապեսին մասին խոսած ադենը չսեր հայրը ով է։ Մեկ բան գսե, որ ինքը եղբայրներ ուներ, չէ՞։ Եվ գսե, որ ինքը եղբայրներեն ավելի պարավոր էր, եւ գսե, որ մայրը իր արունը կապես սրավ, նույնիսկ հայրն ալ հոնչեր, որ իրեն անուն տնե, ինչու անունը կապես կտնե, գսե, քանզի զանիգա դրդմուճամբ զնա։ Կապես սպարը եբրայերենի մեջ յաբես սպարն է, որ դրդմուճուն կնշանակե, վիշտ կնշանակե, ցավ կնշանակե, բայց ոչ միայն մարմնավոր ցայն կնշանակե խոր սրդի, խոր աշխարհի մեջ դրդմուճուն, սոսկ, վիշտ, ցավ եւ ասիգա այդ զավագին անունը գլա իր ծնած օրեն։ Բզդիկ ասանք օրինակ մի եթե առնենք ծննդոց 35-րդ գլուխ 16-րդ համարեն Ռաքել երբ իր զավակը գծներ, զավագին անունը Պենոնի գտնե։ Գսե զավակը ծնած ադենը շատ դժվարություն կկաշեր եւ անոր հոգին ելած ադենը, որովհետեւ Ռաքել ծնած ադենը զավագին ծնած ադենը իր հոգին գավանտե եւ գմերնի, որովհետեւ նեղություն կկաշի իր զավակը ծնած ադենը, անուն ինչ կտնե, Պենոնի գտնե, բայց անոր հայրը անունը կփոխե,
ամիջաբես եւ Բենյամին գտնե, որ կնշանակե աչ ցերքիս որդին։ Երևակայեցեք այդ զավակը իր ծնած օրեն իր անունը պիտի գրեր Նեղուչյանս որդին, բայց հայրը ամիջաբես միջամտեց եւ անոր անուն ինչ դրավ աչ ցերքիս որդին, որ մեծ օրհնություն է, գիտեք չէ, մեգում աչ ցերքը ինչ կնշանակե։ Բայց կապեսի համար այդպես չէր։ Աստվածաշունչի մեջ ասկապանություն չկար։ Իր հայրը ով էր, չենք գիտեր։ Մայրը իրեն այդ դրդմալից անունը դված ադենը հորմը միջամտությունը չեղավ իր անունը փոխելու համար։ Երևակայեցեք, որ ամեն անգամ զավակը գանչած ադենը իր մայրը դրդմություն եղուր ցավ ասինչ բանը ըրե վիշտ խոսքս մդիգրե գրնակ երևակայել ինչ հրճագումներ են ասոնք իր զավակին վրա այս բարերը որ գսեմ իրական են ինչու որովհետև ինքը այդ լեզուով գխոսեր զավակին հետ երևակայ դու զավակիդ անունը այսպիսի բար մտրածելաս եւ ամեն անգամ որ իրեն գանչես այդ անունով գանչես այդ զավակդ այդ զավակիդ ինքնությունը ամբողջությամբ ադիգա տրածես դու ցանկիդ անոր ցանկին սկիզբեն Երևակայեցեք, որ մայրը իր ցանկին թարնությունը, դրդմությունը, ցավալի ըլլալը դեսած է, որ այդ զավակին բաժարով է եւ անոր համար այդ զավակին անձը ինքնությունը այդպես նշանակած է իր ծնած օրեն։ Եվ հավատացեք ինձի, մեզ մեջ շատերս դերևս ոչ անունով շատ մը ինքնություններ կգրենք մեր ցանկի մեջ, որ ժառանգած ենք դժբախտաբար։ Ես կհիշեմ ցանկիս մեջ դեսած եմ նկարակիրներ որոնք դեսած եմ իմ քեշմի սկակ դեսած եմ իմ ծնողքիս մեջը դեսած եմ նկարակրային գեդեր որոնց մեջ ես տշկող եղած եմ որպես զավակ եւ դեսած եմ որ իմ կյանքիս մեջ ընալգան այդ բաները Մինչ ես գտշկոհիմ անոնց մե, դեսած եմ, որ ես ունիմ, գրված եմ Աստուծո հետ անոնց համար, դեսած եմ, որ ես չեմ ուզեր ադիգա ըլլալ, գսկամ, որ ադիգա է իմ ինքնությունս, ինչպես տարնամ, այդպես կվարվիմ, ինչպես տարնամ, մեջես ադանք կել է, 20-30 տարի ադի դեսած եմ կյանքից մեջ, տերևս ջիներուս մեջ ընալ ադանք եղած է, գրված եմ ադորտեմ, դեսած եմ, չեմ ուզեր, ես քեզմով նոր եմ, Դու ինձի փրկեցիր, իմ կյանքս նորոգեցիր, ես պիտի ազատագրվիմ ասպանեն, որովհետև ամբողջությամբ նոր էր, բայկար դարած եմ անոր համար, կապես, ներողություն, այո, կապես այդպես հրավ։ Երբ կսե կապես իր եղբայրներեմ պարավոր էր, միակ լավ բանն է, որ կապեսը ձանոտացնելու ադեն Աստվածաշունչը գնշե, պարավոր ասել է ավելի շնորհալի, ավելի մեծ, իրենց մե դարբեր, ինչու դարբեր էր այս մարդը, որովհետև աղոտքի մարդ էր, կապես 9 և 10 համարներում մեջ պիտի տեսնենք, որ աղոտքի մարդ էր, երգիրը, ինչպես ասի այդ ադեն, շատ աստվածներով լեցուն էր, բզդիկ աստվածներով, ոչ գլխակիրով գրված, երբ գժարանքեին այդ երգիրը, և շատ մարդիկ, ամեն մարդ իր պետքին համացայն, պեղմնավորության աստվածը ով է, անորքով գերտանք պեղմնավորության համար, զավակ պերելու բդղապերության աստվածը ով է, անորքով գերտանք աղոտելու որբեսի զավակ ունենանք, և մեր կյանքի մեջ նույնը գբադահի, Բայման չէ մենք չասվածներու կովերտանք ուղագի աղոտելու համար, բայց շատ անգամ մենք կվստահենք մեր միտքին, ասել չէ որ մեր միտքը չկործածենք, շատ անգամ մենք կվստահենք մեր տրամին, ասել չէ որ մեր տրամը չկործածենք, բայց շատ անգամ մեր կյանքի մեջ ասվածներ ունենանք, որոնց կվստահենք այնքան, որ զիրենք ավելի առաջնահերթ տրած գլանք, քան փուն եւ ճշմարիտ աստվածը։ Ուրեմն Կապես իր եղբայրներեն ավելի պարավոր էր, ինչու համար, որովհետև աղոտքի մարդ էր։ Համարը գշարունակե գսե կապես Իսրայելի աստուծույն աղաղագեց, այդ բոլոր վիճակներուն մեջ քիծավ, ջանցավ, իր մեջ արտնություն ունեցավ, ինչպես չեմ գիտեր աստվածաշունչը ադոր մասին չի խոսիր, բայց ինքը քիծավ, որու կանչել Իսրայելի աստուծույն։ Եվ որ գսե Իսրայելի աստուծույն,
զարմանալիորեն ասենք չսեր Եհովա Աստուծույն, որ Իսրայելի Աստվածն էր, չսեր Աբրահամի, Իսակի եւ Հակոբի Աստուծույն, կարծես թե գուզե հոս այդ բարը կորձածել իր նոր անունով Իսրայելը ով էր, Հակոբն էր, որուն անունը փոխվեցավ, որ Աստուծո հետ բادرազմրավ իր ինքնութենեն դուրս ելնելու, խափող ինքնութենեն դուրս ելնելու եւ Աստուծո օրհնությունը ժառանգելու համար։ Կարծես երբ որ գխոսի կապես Իսրայելի Աստուծույն աղաղագեց, կարծես գուզեր, ասանք հոս արտնություն մտնել գարտացողին, որ նայ այդ Աստվածը, որուն գաղոթե օրտնող Աստված է, բադասխանող Աստված է, հարադեվությանը թիմացը քու անցյալի ինքնությունը փոխելով նոր ինքնության մեջ տնելու Աստված է։ Մատթեոս Ավետարան 11-12-ի մեջ Հիսուս ինչ գսե, երկնքի արքայությունը գսե, ցերկ ցկելու համար մարդիկ ուժ կպանեցնեն եւ զորավորները ցերկ կբերեն անիգա։ Կարևոր է որ ուժ պանեցնենք եւ որ մենք աղոթքի կգենանք Աստուծո հետ։ Անանք մեր աղոթքը չերմ հավատալ չի հավատալու աղոթքը չլա։ Այդպես չերմը լա, այդպես զորավորը լա, որ Հիսուսի ասած համարը գարձես մեր կյանքի մեջ վավերացված լա, որ մենք Աստուծո մեր խնդրածը առնելու համար ուժ կպանեցնենք, որ Աստուծո հետ արդար եւ ճիշտ գրիվ գնենք որ գարձես է։ Ինչ աղոթեց, իր աղոթքը գրնանք 5 բաժիններու բաժնել։ Մեկ հատ արագ մգարտամ, երանի թե ամեն գոմեզ իսորտնես, ու իմ սահմանս մեծնես, և քու ցերկդ ինձի հետ լա, ուզիշ չարեն ազադես, որբեսի ինձի դրդմություն չլա։ Ասիգա է կապեսի աղոթքը, և մնացած 2 ժամերուն ընթացքին այս աղոթքին մասին պիտի խոսենք։ Երանի թե ամեն գողմանե զիսորտնես, չսեր երանի թե զիսորտնես։ Անգլերենի մեջ եթե նայինք բառը գործած է that you indeed bless me, իսկապես ինձի օրհնես։ Այսինքն քու օրհնությունդ իմ կյանքիս մեջ մարմնացած լա, ըսկալի լա, այնպես մը լա որ այդ օրհնությունը խոսք մեջ լա որ ես գիտեմ որ դու ինձի օրհնած ես։ Ադիգա իմ կյանքիս մեջ վավերական լա։ Ես իմ ամբողջ էությունս այդ օրհնությունդ աբրիմ, անոր հանցնվիմ, անորմով առաջնորդվիմ։ Օրտնես, այսինքն ես Աստուծո օրտնվիմ, կնշանակե ես Աստուծո բարեհաճությունը շահեմ իմ կյանքիս մեջ։ Եվ քիչ առաջ ինչպես գարտացինք Եփեսացիներուն 1:3-ին մեջ գսե օրհնյալ է Աստված մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայրը, որ Քրիստոսով մեզ օրհնեց երկնքի մեջ ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ։ Աստված մեզ արդեն օրհնած է Քրիստոսով երկնքի մեջ ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ, բայց կապես այդ ամեն գողմանե ասած ադենը երբ որ գսեր իսկապես այդ օրհնության մարմնացումը իր կյանքի մեջ ողջ ըսկալու գետրոնացում գուզեր։ Բայց ասկե անտին գեղեցիկ բան մգա, որ աղոթքին շարունակությունը գրնա քիչմը, ասանք մարդոց համար անցնասեր աղոթք երևիլ, բայց իրականության մեջ եթե քիչմը խորը փորենք դեսենք որ բնավ անցնասեր աղոթք չէր։ Կապես գիտեր որ այս օրհնությունը, որ Աստուծո մեկը խնդրեր, միայն իրեն համար պիտի չլա։ Ամեն կողմանը ինձի գործնես եւ որ գսեր ինքն իրեն օրհնված ըլլալու համար չեր աղոթեր միայն, այլ գագնգալեր, որ այդ օրհնությունը իր կյանքի մեջ արդյունք պիտի բերեր։ Եվ այդ օրհնության արդյունքը ինչ պիտի լար իմ սահմանս լայնցնես, աղոթքին շարունակությունն է, ու իմ սահմանս մեծնես։ Իմ սահմանս մեծնես նորեն գրնա մեր աչքին ինչ տվիլ, որ անցնասեր աղոթք մնե չէ, աղորը չէ, ինչ է կուդունըդ, 100 մետր կարե, Աստուծո աղոթես, որ իմ սահմանս մեծնես, 200 մետր կարե դաս, աղորը չէ, ես շահեցա վերջավորության, բայց կապեսի բարակային այդպես չէր, որովհետև եթե հիշենք պատմության մեջ ինչ վիճակի մեջ էին,
այդ դադավորներուն ժամանակը կամ դադավորներեն առաջ Հեսուի առաջնորդությամբ իրենք ուր կացած էին իրենց խոստացված երգիրը առնելու, բայց երբ Հեսու մեռավ, ամեն մարդ գեցավ, Աստուծո խոստումը իրենց կյանքին մեջ մարեցավ, այլևս իրենք այդ ուժը, մղումը Աստուծո խոստումով առաջնորդվելը գարձես չունեին, որ երթան քաղաքները գրավեն իրենց ընեն, որ Աստուծո խոստումն էր իրենց համար, բայց կապեց եւ որ աղոտեց իմ սահմանս մեծնես, այդ օրտնությունը, որ իր կյանքին համար գխնդրեր, այդ օրտնությունը ծառայեցնելու համար էր, որ Աստուծո նպատակը իր կյանքի մեջ իրականանա։ Ելք 34:24-ին մեջը Աստված ասած էր խոստումի ադեն, քու արջևետ ասկերը պիտի վրընդեմ եւ քու սահմաններդ պիտի ընդլայնեմ, ընդարձակեմ։ Գարձես կապես այս աղոտքին մեջը, որ գսեք որ զիսորտնես ու իմ սահմանս մեծնես, թող քու գամքը դլա գսեր որ, քու գամքը որ ելք կրկին մեջը հայտնեցիր Մովսեսի օրերն, թող ադիգա իմ կյանքիս մեջը ըլլա։ Ես գուզեմ ադոր մեջ իմ բաժինս ունենալ, թեև իմ շուրջս եղող բոլոր ասկագիցներս, բոլոր ինչ ըրած են, այդ խոստումը մորցած են եւ իրենց աչքին հաջո երևծած ցևով գաբրին, բայց ես գաղութեմ, որ այդ խոստումը ջարանքեմ։ Հեսու 1:3-ին մեջ ասված այդ խոստումը անգամ եւս Հեսուին հիշեցուցավ, ծեր ոտքին բոլոր գողած դեղերը ցեզի պիտի դամ, ինչպես Մովսեսին ասի։ Սիրելիս, հավատքի կյանքիդ մեջը թունք ու սահմաններդ մի սահմանապագեր։ Հավատքի կյանքը ինձի համար, քեզի համար սահման չունի։ Անցնասեր աղոտ չի Աստուծո ասես իմ սահմանս ընդարձակե, եթե ադիգա Աստուծո գամքին համացան գաղոտես։ Սահմանը պայման չէ ֆիզիկական սահմանի մասին լա, սահմանը նաև հոգևոր իշխանության մասին է, սահմանը նաև քու աստեցությունդ մարդոց կյանքերում մեջ բերել է, քու աստեցությունդ բերելով մարդիկը Հիսուսին մոդեցնել է, այս բոլորը քու սահմանդ ընդլայնելու մեջ բաժին ունին։ Երևակայեցեք Հիսուս ասավ Հովանու 14:12-ի մեջ լավ գիտեք, ան որ ինձի գավադա, պիտի ինե այդ բոլոր բաները, որ ես ըրի եւ անոնցմե, ավելին ալ պիտի ինե։ Երթուն գաղոտես Աստուծո եւ գսես դեր Հիսուս ասի քու խոստումը դե որ ես ընեմ ինչ որ դու նրիր եւ անոնցմե ալ ավելի, ասի անցնասեր աղոթք չէ, ասի հբարտ աղոթ չէ, ասիգա Աստուծո ասել է որ ես գուզեմ բաժին ունենալ քու գամքիդ մեջը, որ դու քեզի հավատացողներուն դվիր։ Հիսուս ինչ ասավ ան որ ինձի գավադա, հոսմե գա որ Հիսուս ինչի հավատար։ Մեկը չի գա որ Հիսուս ինչի հավատար։ Այս խոստումը մեր բոլորին համար է։ Եթե անի չունենք մենք մեր կյանքին մեջը, ինչքան պետք է աղոթենք կապեսին մեզ եւ ասենք որ օրտնե ինձի ամեն կողման է, իմ սահմանս լայնցուր, դու սահման չի դրիր հրաշքին, կորձերուն մեջը որ ես գրնամ մնել, ինչու ես սահման տնեմ։ Հավադամ, մինչև որ անիգա իմ կյանքից մեջ իրականացած դեսնեմ։ Աղոթքին շարունակությունը, որ երրորդ բաժինն է, ուրեմն երանի թե ամեն կողմանես զիսորտնես ու իմ սահմանս մեծնես ու քու ցերքդ ինձի հետ լա։ Մինչ ես գկալեմ այս կյանքին մեջը, ես հավատացի, հավատքով հրճագեցի, բայց ինչպես պիտի ինեմ, երկու բան կա չէ, մեկը պիտի հավատանք Աստուծո եւ հավատքով ալ չի վերջանար, պիտի ինենք ալ նույն ադեն չէ, այսին եթե ես գհավատամ միան եւ վերջագետ, ինչպեսին պատասխանը չունիմ, դժվար է ինձ համար այդ հավատքը կորզնականի վերածել, հոստեղ կապես կսե ու քու ցերքդ ինձի հետ ըլլա։ Այս ցերքդ ինձի հետ ըլլալը պատասխանն է, որ ինչպես պիտի ինե։ Ինչ պիտի ինե, ադի իր հավատքը գսե։ Ինչպես պիտի ինե, Աստուծո ցերքը իր կյանքին մեջ ըլլալով պիտի ինե։ Ինչ ասել է Աստուծո ցերքը։ Աստուծո ցերքը կնշանակի Աստուծո առաջնորդությունը։ Սաղմոս 139:10 Հոնալ քու ցերքդ ինձի պիտի առաջնորդե ու քու այդ ցերքդ զիս պիտի բռնե։ Աստուծո ցերքը ինչ է։ Աստուծո ցերքը մեր կյանքի մեջ իր առաջնորդությունն է։ Մենք գհավատանք խենտիպես որ Աստված պիտի ինե մեր կյանքի մեջ, ինչպես պիտի ինե իր առաջնորդությամբ պիտի ինե, ասել է որ ես ամեն անգամ պիտի աղոթեմ Աստուծո
իմ հարաբերությանս մեջ իր հետը պիտի գիտնամ, որ ինչ են իմ առնելիքայլերս, ինչ է առաջնորդությունը, որ ինձ պիտի դա։ Եբրայերեն իմաստի մեջ նաև Աստուծո ցերկը կնշանակի Աստուծո զորությունը, Աստուծո ներկայությունը, Աստուծո պաշտպանությունը, Աստուծո իշխանությունը, երբ կապես կսե քու ցերկդ ինձի հետ թողլա, Աստուծո այս հատկանիշներու մասին ալ գխոսի։ Սաղմոս 44:3-ի մեջ կսե անոնք իրենց սրովը ոչ թե իրենց սրովը ժառանգեցին երգիրը, ոչ թե իրենց բազուկը իրենք բրգեց, այլ քու աչ ցերկդ ու քու բազուկդ Ճիշտ է, որ իրենք սուրով պատերազմեցան, ցերկերնին կորզածեցին, բայց Սաղմոսողը գսե իրենց սուրը եւ բազուկը չէր, որ թշնամիները բարդության մատնեց, քու աչ ցերկը դեր գսե, քու բազուկը դեր գսե։ Նեհեմիա քիրքին մեջը եթե գարտանք, երբ Աստուծո դաջարը պիտի շինեին, հրաշքի պես էր ամեն ինչ։ Երևակե թշնամի թագավորը, որ ժողովուրդը արած էր, քերի դարած էր, երբ Նեհեման կովը գերտա նամակ կուտա, գսե իմ Աստուծույս բարի ցերկը իմ վրաս էր։ Անոր համար, երբ ես թագավորին ասի, թագավորը ոչ թե միայն հաջեցավ ինձի ղրգել, որբեսի Աստուծո դաջարի հետ վերաշինեմ, այլ նաև բոլոր պետքերը հայտայտեց։ Ինչու? Որովհետև Աստուծո բարի ցերկը ինձի հետ էր։ Իսկ եթե գարտանք առաքյալներուն կորձը, գարձեմ առաջին գլուխին մեջն է, եթե չսխալիմ գսե դերը անոնց գոքներ, բայց հին թարգմանության մեջ եթե նայենք գսե դիրոջը ցերկը անոնց հետ էր եւ բազմատիվ մարդիկ հավատացին եւ դիրոջ դարձան։ Ինչու? Որովհետև Աստուծո ցերկը գսե անոնց հետ էր եւ մեր ներկա թարգմանության մեջ թարգմանվի որպես դերը իրենց գոքներ։ Հաղորդքին շարունակությունը գսե ուզիս չարեն ազատես, երբ չարեն ազատելու մասին գխոսի թե ֆիզիկական եւ թե հոգեվոր պաշտպանության համար։ Պետրոս 5:8-ի մեջ գսե թշնամին սատանան արյուզի պես մրնչելով գշրջի եւ գլելու համար մեկը գփնդրե, բայց կապես կաղոթե որ զիս չարեն ազատես եւ բնավ այդքան դարիներ առաջ գրեթե Քրիստոսի 1300-1400 տարի առաջ կապեսին աղոթքը բնավ հերու չէր Հիսուսին սորվեցնելիք աղոթքի վերջին բարերեն որ գսե այլ մեզ չարեն բրգե որովհետև գիտեր որ միայն Աստված կարող է դեսանելի եւ աներևույթ թշնամիեն ազատելու այս բոլորին վերջավորությունը նայեցեք ինչ գեղեցիկ է Երանի թե ամեն կողմանեզիս օրտնես ու իմ սահմանս մեծնես կուցերքը դինձի հետ լա ուզիս չարեն ազատես որբեսի ինձի դրտմություն չլա հալելույա ես որ իմ ծնած օրես իմ ինքնությունս իմ նգարակիրս իմ վրաս հրճակվեցավ ես այդպես ապրեցա ամեն անգամ որ իմ անունս կանչեցին ես ադիգա հիշեցի Ես անոր ենթարկվեցա, բայց ես կգենամ Իսրայելի դեր Աստուծույն արջև, որուն արջև գեցողը եւ հետը բادرազմ մնողը օրտնության համար աղոթքին արդյուն կգառնե։ Անունս ալ եթե փոխվիլ պետք է ճիշտ այդ Աստուծուն արջև գեցած եմ, որ մարդոց անունները կփոխե, ինքնությունները կփոխե, անցյալը կփոխե, ամփոխությամբ կնորոգե, գսե որբեսի ինձի դրտմություն չլա։ Շատ գեղեցիկ է 10-րդ համարին վերջավորությունը Աստված անոր խնդիրքը գադարեց վերջագետ։ Շատ բարձ է, Աստված անոր խնդիրքը գադարեց։ Անեցքը, որ կյանքի մեջ ներգոդրեց, անոր ջագադակիրը եթե պիտի ասեմ, ապահովեց իր անունը, անցյալի անունը այլևս չեր զինքը գարավարողը, չեմ գիտեր եթե Աստված իրեն նոր անուն տվավ այլևս չի նշեր Աստվածաշունչը, բայց ինքը այդ անունին աստեցությամբ այլևս պիտի չաբրեր։ Ինչ անուններ ունենք, որ այսօր մենք կգրենք մեր կյանքի մեջ։ Չեմ խոսիր Ռաֆի, Սակո, Մայդա, Մարալ, Շակե, աս անուններու մասին չեմ խոսիր։ Խոսիմ ինքնության մասին, խոսիմ բնավորության մասին, խոսիմ սովորություններու մասին, խոսիմ նգարակիրի մասին, խոսիմ մեր կյանքը մեր աչքին ուզած ցևով ապրելու սովորության մասին։ Ասոնց մասին գխոսիմ,
ինչ բաներ կան, որ մեր կյանքը կգարավարեն։ Եվ մինչ մեր շուրջը գրեթե ամեն մարդ աշխարհի մեջ գրեթե ամեն մարդ բացի ճշմարտաբես Քրիստոսի հավատացողներն այդպես կաբրի, այդ ինքնությամբ, այդ նկարակիրով, այդ ճակատագիրով ծնած օրեն մինչև մահ այս ճամփորդությունը, քիծված ճամփորդությունը անելու համար այդ անձը, որ Աստծո առջև կգենա եւ աղոտ կնե իր փոխվելուն համար Աստվածանոր ճակատագիրը կփոխե, անոր ինքնությունը կփոխե։ Ինչպես փոխեց կապեսի յանքի մեջ չեմ գիտեր։ Մեկ անգամ ներավ, գամած երավ Աստվածաշունչը չսեր։ Բայց մեկ հատ եկեք մտածենք։ Ամեն կողմանես իսորտնես ու իմ սահմանս մեծնես։ Սահմանս մեծնելը դերևս այսօր աղոտեց այս աղոտքը գամասորբես աղոտներ իր մեջը այդ հավատքը արտնցավ եւ գնաց մեկ դուն գրավեց։ Այդ դունը որ գրավեց Աստուծո խոսում էր ժողովրդին համար։ Մի ժողովուրդները նույն հավատքի ժողովուրդները գեցած էին գրավելը դերևս։ Շատ հավանաբար։ Ինք հավատաց, գնաց գրավեց։ Հաջորդ օրի հետ աղոծեց, հավատաց, տշնամի է մեկ հատ գովը գրավեց դերևս։ Հաջորդ օրի հետ հավատաց, աղոթեց, Աստուծո ցերկին վրաս է, առաջնորդությունը վրաս է, կյանքից մեջն է, գնաց թաղը գրավեց, եւ այդ սահմանը ընդարձակվեցավ։ Աղոթեց, բայց կորձեց։ Հրաշքը Աստուծո առաջնորդությամբ իր կյանքին մեջ կորզնագանի վերածվեցավ իր արնելիք քայլերով։ Գուզեմ այդ մնացորդած երկրորդ գլուխ 55-րդ համարը գարտալ մեկ հատ։ Այսինքն որում ասին խոսենք որ այսօր կապես, չէ՞։ Նայեցեք ինչ կսե։ Եվ կապեսի մեջ բնագող թբիրներուն դողմերը, ուր բնագող Մտիկ չեք ներոր գերեվի։ Ուր բնագող եւ կապեսին մեջ բնագող թբիրներուն դողմերը, ուր բնագող կապեսին մեջ, կապեսը որու անուններ, այս մարդուն անուններ։ Ինչ եղավ մեկ հատ, քաղաք մի եղավ, որ իր անունով գոչված է, ամեն։ Փաստը Աստվածաշունչին մեջ, որ Աստված իր աղոթքը իրականության վերածեց։ Շատ ավոր է։ Նյութական կետնի վրա իր սահմանը մեծուց, բայց ոչ, նայեցեք ինչ կսե։ Կապեսի մեջ բնագող թբիրներուն դողմերը, թբիր, ով են թբիրները, անոնք որոնք Աստուծո խոսքը կսորվին, անոնք որոնք Աստուծո կորձը Աստուծո խոսքերը կգրեն, անոնք որոնք Աստուծո խոսքը կսորվեցնեն։ Այդ քաղաքը բարձ քաղաք մը չեղավ սիրելիներ, այդ քաղաքը Գետրոն եղավ, ուր թբիրները հոն հավաքվեցան Աստուծո խոսքը սորվելու, Աստուծո ճշմարտությունները սորվեցնելու, Աստուծո բադվիրանքները այդ ժողովուրդը, որ իր աչքին ուզած ցևով գաբրեր, դեղը գտնվեցավ հավատացյալ մարդումը, որ իր եղբայրներեն ավելի փառավոր եղավ, որուն հայրը հայտնի չէր, մայրը իրեն քեշ անուն մտվավ, նկարակիրը, ճակատագիրը շատ վատ ցևով որոշեց, բայց ինք Աստուծո առջև գնալով ամեն ինչը փոխեց, ամեն։ Մի խնդրեմ բանդը ելե Սաղմոս 30:11-ը գսե իմ սուքս բարի փոխեցիր, քուրծս հանեցիր ինձ ինձի ուրախություն հագցուցիր։ Սուքի մեջս մերժե։ Գիտես մարդ կա հարկելով բոլոր մահացողները, իմ հայրս ալ մահացած է։ Մարդ կա 20, 30, 40, 50 տարի առաջ իր ընտանիքին մեկ անհատը գործընծնելուն պատճառով մինչև այսօր սուքի մեջ է։ Մի նեղվիր ինձ մե, անեցք է պետք է գոդրվի։ Պետք է գոդրվի։ Աստված քեզի գոչում դված է։ Աստված քեզի քու կյանքդ դված է։ Թունքու հորդ կյանքը չէ որ պիտի ապրիս, ոչ ալ մորդ կյանքը պիտի ապրիս, ոչ գնոջդ, ոչ ամուսինիդ եւ ոչ ալ քու զավակիդ։ Թունքուգդ պիտի ապրիս, քու գոչումդ պիտի ապրիս։ Միցը կեր որ սուքի ինքնությունը դիրեկու վրատ։ Աստված գսե սուքս բարի փոխեցիր, քուրծս, սուքի հակուսս իմ վրա ես հանեցիր, ինձի ուրախություն հագցուցիր։
մենք այս երգը գերկենք եւ վերջավորության գսենք զիս քուգը դրիր Բեն Կորինթացիս 5:17-ը գսե ովևէ մեկը որ Քրիստոսի միացած է նոր արարած է այլևս չէ այն ինչ որ էր նախաբես որովհետև ամբողջությամբ նորոգվեցավ Հովանես 1:12-ն գսե իսկ զինք ընդունողներուն եւ իրեն հավատացողներուն իշխանություն տվավ ինչը լալու Աստուծո որդիները լալու դու գավադաս իրեն ով գավադա իրեն Եթե գավադաս մի խնդրեմ որ ոտքի ելես սիրտդ պատրաստես եւ հրճագես որ դուն Աստուծո որդի լալու ինքնությունը ստացած ես Գողոսացիս 3:9 եւ 10-ը գսե մորցեք ձեր հինգյանքը նախքին գործերը եւ նոր մարդ եղեք ձեր արարիչին բատկերին համացայն նորոգվելով Հալելույա Բատկերը որ քեզի գուդա կապեսին բես դրտմություն չէ ինքնությունը որ քու վրատ գհրճագե իր բատկերն է Հիշեցնեմ որ Աստված երբ մարդը ստեղծեց իր բատկերով եւ նմանությամբ ստեղծեց Մենք մեղքին պատճառով գործընծուցինք բայց ինք աշխարհ եկավ խաչին վրա մեռավ որովհետեւ մեզ վերականգնե մեր ինքնության այդ բատկերին եւ նմանության որով մենք ստեղծված էինք Իսկ հայտնություն 2:17-ն շատ գեղեցիկ է բաղելու համար գսե անորական ճունի թող լսե թե հոգին ինչ գսե եկեղեցիներուն Ան որ հաղթանագե անոր ջաշագել պիտի դամ բահված մանանայեն Ինչպես նաև պիտի դամ մաքուր քարմը Ինչ քարմը մաքուր քարմը որում վրա գրված է նոր անունը Աստված քեզի այսօր պիտի դա մաքուր քարմը որում վրա գրված է նոր անունը նոր ինքնությունը որ բացի ստացողեն ոչ ոք գիտե հալելույա մենք կապեսին մասին փորձեցինք քիչ հասկանալ բայց ես կհավատամ որ ինք որ ստացավ մանրամասնությունները շատ ավելի ինքը գիտե այդ օրհնության եւ ամեն մեկս որ պիտի ստանանք ամեն մեկս մենք պիտի գիտնանք ջաշակել այդ օրհնության չափը ամեն